Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Հայք Նյուզ լրատվականի եթերում Ազատ հարթակն է, հյուրս Կովկասագետ պատմաբան Հովիկ Ավանեսովը։ Բարև ձեզ պարոն Ավանեսով, շնորհակալ եմ կրկին մեր զրույցի հրավերն ընդունելու համար։ Անդրադառնանք նախ Սիրիայում տիրող իրավիճակին, արդյոք հետևում եք թե չէ, ինչ կասեք, ինչ տեղեկություններ ունեք դուք եւ ինչ կանխատեսումներ ունեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում կանխատեսելի է, հաշվի առնելով պրոթուրքական ահաբեկչական կազմակերպությունների առկայությունը տարածաշրջանում եւ մի շատ կարեւոր հանգամանք պետք է նշեմ, որ այն ինչի մենք ականատեսենք լինում այդ ցեղասպանական գործողությունները իրականացվում են այն ահաբեկչական կազմակերպությունների կողմից, ովքեր 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմում էին հայերի դեմ եւ բազմաթիվ փաստեր ու ապացույցներ կան այդ կազմակերպությունների ներկայացուցիչների մի մասը մինչ այժմ օկուպացված Արցախի տարածքում են իսկ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո որոշակի մասը երբ որ սկսեցին Արցախի այդ բռնազավթված հատվածներից տեղափոխել դեպի Մերձավոր Արևելք, ակնհայտ էր, որ Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են տեղի ունենալու եւ այնինչ մենք ականատես եղանք, փաստեցին մեր կանխատեսումները։ Եվ սա խոսում է այն մասին, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չունեն։ Եվ դա կապ չունի բնավ խաղաղության օրակարգ ասված արտահայտությունը հայերի հետ, ընդհանրապես տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով այդ երկու արհեստական ահաբեկչական կազմավորումները երբևէ նման քաղաքականություն չեն ունեցել։ Հիշեմ նաև այն, որ վերջերս Ադրբեջանը Ալիևը կրկին պահանջատիրական հայտարարությամբ հանդես եկավ, նորից Հայաստանից տարածքներ է պահանջում։ Պետք է նշենք մի շատ կարևոր հանգամանք, որ Ադրբեջան հորժորժված արհեստացին կազմավորումը, որը ձևավորվել է 1918 թվականին, մինչ այդ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նման պետություն գոյություն չի ունեցել, իսկ ադրբեջանցի ազգ ընդհանրապես երբևէ գոյություն չի ունեցել ու մինչև հիմա ընդհանրապես գոյություն չունի, իրանք ոչ միայն ոչ մի կապ չունեն ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ, այլ ընդհանրապես իրանք տարածաշրջանի որևէ պետության տարածքների նկատմամբ ոչ պատմական, ոչ առավել ևս իրավական որևէ կապ չունեն։ Նրանք արհեստական ձևավորված կազմակերպություններ են, երևույթներ են, այսպես ասած, եւ 1915 թվականից սկսված էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները հարևան պետությունների նկատմամբ։ Հենց այդ զավթողական քաղաքականությամբ են ձևավորել այս պետությունը, ստեղծել եւ հիմա էլ փորձում են առաջ տանել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան գաղափարը, որը իրականում իր արմատները վաղուց են գալիս դեր Ռասուլզադեն եւ այլ ճակերտավոր գործիչներ էին դրա մասին խոսում, մեր ավագ գործընկերները դրա մասին բավական առանձին հետազոտություններ ունեն հրապարակած։ Պարոն Ավանեսով, այս ամենը դատելով, Սիրիայի իրադարձություններին հետևելով դեռ կան կարծիքներ 2023 թվականից հետո անշուշտ կհիշեք, որ եղան կարծիքներ, որ պետք էր արցախցիները մնային, արցախայությունը մնար Արցախում։ Այս իրադարձությունները դատելով, հետևելով կարող ենք դեռ շարունակել մնալ այս նույն կարծիքում, որ անգամ Ադրբեջանի դրոշի ներքո արցախայությունը կարող էր մնալ Արցախում։ Ադրբեջանի ենթակայության տակ Արցախում մնալ հավասարազոր է ոչ միայն այն ինչի մատեղի ունենում Սիրիայում, այլ հավասարազոր է նոր Սումգայիթ, նոր Բաքու, նոր Մարաղա, նոր 1915։ Երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, մենք ի նկատի ունենք ահաբեկչական համակարգով կառավարող երկրի հետ, որը երկիր անվանել չեն կարող, որի հենքը ցեղասպանական քաղաքականությունն է։ Երբ որ մանկապարտեզից սկսած մինչև
բոլոր ոլորտներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, բակային խաղեր, ընտանիք եւ այլն ձևավորվում է, որ հայը քո թշնամին է, որտեղ հայ տեսնես պետք է սպանես եւ նման քաղաքականություն վարողի իրավասության տակ բնականաբար ընդամենը մի քանի ամիս հետո տեղի կունենար այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, տեղի կունենար այն, ինչ ժամանակին տեղի է ունեցել 1915 թվականին, այսինքն դարձյալ ցեղասպանական գործողությունների մենք հականատես կլինենք։ Եվ խոսել նրա մասին, որ միջազգային որևէ ասենք մանդատի վերահսկողության ներքո եւ այլն հնարավոր կլիներ որևէ քայլեր ձեռնարկել եւ խաղաղ գոյակցություն կլինի, դա առնվազն միամտություն է։ Առնվազն միամտություն է։ Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը հիմա ինչպես է վարվում միջազգային կազմակերպությունների հետ։ Բաքվում փակում է Կարմիր խաչի գրասենյակը եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացներ։ Ամբողջական բռնազավթումից անմիջապես հետո Ստեփանակերտից տեղափոխվեց Ստեփանակերտում գտնվող Կարմիր խաչի գրասենյակը։ Իսկն Արցախում ինչպես հազարամյակներ շարունակ հայը ապրել է, կարծում եմ, եթե մենք խելամիտ աշխատենք, դարձյալ կվերադառնանք, բայց վերադարձ պետք է լինի միայն մի պայմանով, եւ սա բոլորը պետք է գիտակցեն։ Մինչև չվերականգնվի այն ստատուս քվոյի կարգավիճակը, ինչ կար մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, խոսել Արցախ վերադառնալու մասին եւ Արցախում անվտանգ ապրելու մասին միամտություն կլինի։ Միջազգային որևէ խաղաղապահ ուժ լիարժեք չի կարող մեր անվտանգությունը ապահովել։ Դա պետք է գիտակցենք եւ դրա մասին պետք է խոսենք։ Միայն անվտանգ ապրելու միակ երաշխիքը դա հայկական Արցախն է, հայկական վերահսկողությամբ եւ հայկական զինված ուժերի ներկայությամբ ու անվտանգային համակարգով։ Այլ տարբերակում Արցախում հայ ապրել, արարել, ստեղծագործել եւ զարգացնել սեփական մշակույթը հնարավոր չի լինի։ Խոսեցիք միջազգային կառույցներից եւ նրանց կողմից ընդունված նորմերից։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ Բաքվում խախտվում է ամբողջապես միջազգային կառույցների կողմից ընդունված նորմերը։ Այս պարագայում ինչու է լռում միջազգային հանրությունը։ Ցավոք սրտի այդ բանաձևերը մնացել են միայն հիմնականում թղթի վրա եւ միայն դրա մասին հիշում են բարձր ամբիոններից, խոսում են մարդու հիմնարար իրավունքների մասին եւ այլն, երկակի ստանդարտների քաղաքականություն է իրականացում։ Երբ որևէ գերտերության պետք է լինում ինչ որ չափով հակազդելու Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, ելնելով այն մարտահրավերներից, ինչ այդ երկիրը կամ X որևէ կառույց կամ միջազգային կազմակերպություն զգում է, հիշում են հայոց ցեղասպանության մասին, հիշում են Արցախի շրջափակման մասին, հիշում են Արցախում իրականացված էթնիկական զտումների մասին, այդ համատեքստում մեկ-մեկ հիշում են Բաքվում տեղի ունեցող այս արհեստական դատավարություն կոչեցյալի մասին։ Իսկ դրանից հետո դարձյալ լռում, կարծես թե որևէ բան տեղի չի ունեցել կամ բանաձևեր ընդունում, որոնք հարողակարգային բնույթ են կրում։ Մինչև Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը դեմ հստակ պատժամիջոցներ չկիրառվեն, կլինի դա միջազգային քրեական դատարանի միջոցով, կլինի տնտեսական պատժամիջոցների միջոցով, սահմանափակումներ դնելով Ադրբեջանի նավթային եւ այլ ընկերությունների ֆինանսական ակտիվների վրա, որոնք դա աշխարհի տարբեր երկրներում ու ֆինանսական հարթակներում կան, որևէ արդյունքի մասին խոսել չի կարող։ Այսօր այդ դատավարություն կոչվածը իրականացվում է խախտվելով միջազգային բոլոր նորմերում ամրագրված բոլոր սկզբունքները։ Դա չենք ասում, որ ինչ անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված եւ
ինչը խոսում է շինծու դատավարության եւ դատական ճակերտավոր ասած գործընթացի մասին, այնտեղ ոչ դատավարություն կա, ոչ էլ դատական գործընթաց։ Փաստորեն նրանց այնտեղ դատում են ահաբեկչական գործողությունների համար, բայց տեսեք, դիտորդներ շատ մի շարք կազմակերպությունների դիտորդներ նախ այցելում էին Արցախ։ Փաստորեն ստացվում է այնպես, որ առաջի հերթին նրանք այցելել են այդ ահաբեկիչներին։ Իսկ ամենաանհեթեթ մեղադրանքներից մեկը դա է։ Իսկ միջազգային իրավունքը թույլ է տալիս ցանկացած պետության ապահովելու սեփական անվտանգությունը։ Եվ երբ որ դու պաշտպանում ես իրավական տեսանկյունից քո ինքնորոշման իրավունքը, պաշտպանելու իրավունքն ես իրացնում, ու քո քաղաքացիներին ես պաշտպանում, քո հայրենակիցներին ես պաշտպանում, սա խոսք չի կարող գնա ահաբեկչության մասին։ Եվ այս մեղադրանքները առաջադրում է մի պետություն, որը իր կառավարման համակարգով, իր ղեկավարով հանդերձ ահաբեկչական է։ Եվ ավելին, երբ որ մենք ուսումնասիրում ենք աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հակամարտությունների գոտիներում ահաբեկչական կազմակերպությունների իրականացված այդ ահաբեկչական գործողությունները եւ համադրում Թուրքիայից սկսած մինչև Ադրբեջան կոչեցյալով ավարտած իրականացված էթնիկական զտումների ժամանակ, մշակութային ժառանգության ոչնչացման ժամանակ, այդ նույն մեթոդաբանությունն են կիրառում Մերձավոր Արևելքում եւ այլ երկրներում, ինչ խոսում է այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն ցեղասպանություն իրականացնողներ են, այլ նաեւ այդ ցեղասպանության գործիքակազմացված արտահանողներ են։ Եվ Բաքվի դատավարության ժամանակ մենք տեսանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնավորաբար Լովա Մնացականյանի, գեներալ լեյտենանտ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի եւ նրանց կոչերը, ցուցմունքները, որոնք կարելի է դիտարկել որպես կոչ, սթափության կոչ, եւ նաեւ վերջին հատվածում հրապարակվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը։ Այս կոչերը, այս ուղերձը ինչի մասին էին խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է ստափվենք, մենք պետք է աշխատենք ու համախմբվենք։ Ու հասկանանք մի շատ կարևոր հանգամանք, որ այս դատավարություն ճակերտավոր ասած կոչվածը դա ոչ թե կոնկրետ անձի հետ է կապված, անկախ նրա տարբեր ժամանակներում զբաղեցրած կարգավիճակից կլինի նախարար, երկրի ղեկավար եւ այլն եւ այլն։ Դա մեր պետականության դեմ է ուղղված եւ ուղղված է նրան, որ այդ ցուցմունքների հենքի վրա Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ եւ նոր քայլեր է ձեռնարկում եւ նոր զավթողական քաղաքականության համար հենք է պատրաստում։ Բայց մենք պետք է արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք, որ գերեվարության մեջ գտնող անձանց ցուցմունքների վրա իրականացվող ցանկացած գործողություն ինքնին հակաիրավական է։ Նախ պետք է նշենք, որ այնտեղ գտնվելն է այդ անձանց հակաիրավական եւ հակամարտկային եւ իրենց տված ցուցմունքներ ինչ որ ձևով օգտագործել, տիրաժավորելը, դրանք եւս հակաիրավական քայլեր են, որտեղ իրավական տեսանկյունից կան ձևակերպումներ, որ հասկանում ենք, որ մարդկանց նկատմամբ խոշտանգումներ են իրականացնում եւ հրապարակված լուսանկարներն են դրա ապացույցը։ Իսկ մենք սա մասին պետք է խոսենք, որ ոչ թե կոնկրետ անձերի, այլ մենք պետք է խոսենք, որ այո մեր հայրենակիցներն են եւ անկախ կարգավիճակից րոպե առաջ մեր հայրենակիցները պետք է վերադառնան հայրենիք։ Սա պետք է լինի մեր առաջնահերթությունը, մեր ամբողջ խնդիրը եւ աշխատանք տարվի այս ուղղությամբ։ Եվ ցույց տանք, որ այդ ամենը ուղղված է եւ մարտահրավեր է
նաև մեզ բոլորիս համար։ Եվ ցույց տանք, որ ոչ մեկ հետագա ադրբեջանական ռազմական ագրեսիաների բանը արդյունքից երաշխավորված չէ, եւ նրա համար են իրանք ենք պատրաստում։ Սա մենք չպետք է սրանից ելնելով խոճապի մատնենք, այլ ընդհակառակը, եթե իրազեկված ես, ուրեմն զինված ես։ Պարոն Ավանեսև, նաև օրեր առաջ Ալիևը հայտարարեց, որ արցախյան պատերազմների մասնակիցներին, որոնք անգամ մի փոքր մասնակցություն են ունեցել, Հայաստանի կառավարությունը պետք է հանձնի իրենց Ադրբեջանին։ Սա ինչի մասին է խոսում, սա ինչպես կմեկնաբանեք եւ արդյոք ինչ քայլերի է գնալու Հայաստանի կառավարությունը։ Նախ պետք է նշենք, որ սա հերթական զավթողական բնույթից ելնելով հայտարարություն է եւ իր հերթին ռազմական հռետորաբանություն պարունակող ոչ թե Ալիևը պետք է նման հայտարարությունով հանդես գա, այլ հակառակը մենք պետք է պահանջենք եւ բոլոր ժամանակներում ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց հանձնումը եւ իրանց դեմ դատական process-ների սկսումը տարբեր հարթակներում եւ դա սկսած 1990-ական թվականներից պատերազմի ընթացքում ավելի լայն կոնտեքստով Սումգայիթից սկսած Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին է հերոսացրել Քարամ Սլոյանի գլխատողին նա Ադրբեջանի նախագահան ինչպես Սաֆարովին հերոսացրել եւ նման փաստեր տասնյակ են ինչ Արցախի ազատագրական պայքարին կամ հանուն հայրենիքի պայքարի մասնակցածների վերադարձի կամ ինչ-որ Ադրբեջանին հանձնելու մասին կարող խոսք լինի նման բան չպիտի ընդհանրապես տեղի ունենա եւ ընդհանրապես այս դիրույթում Հայաստանի պատասխանը պետք է միանշանակ լինի, որ ես որևէ մեկին չունեմ Ադրբեջանին տալու իբր իր դեմ դատական process իրականացնելու եւ այլը, քանի որ այդ մարդիկ պաշտպանել են սեփական կենսատարածքում ապրելու իրենց իրավունքը։ Իսկ երբ որ դու պաշտպանում ես քո սեփական տարածքում քո ապրելու իրավունքը, դա չի նշանակում, որ դու ահաբեկիչ ես կամ ինչ ես։ Ու եւ սա խոսում է այն ճակերտավոր երկրի ղեկավարը, որը տասնյակից ավել ռազմական հանցագործություններ իրականացրել։ Եթե շատ հեռու չեմ գնում 90-ականներ, թե վերցնենք ընդամենը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9 ճակերտավոր ասած երակոմ հայտարարություն կոչեցյալի ստորագրումը ամենօրյա պարբերականությամբ դնենք Ադրբեջանի օկուպացիոն զորքերի եւ ահաբեկիչների ու իրանց այդում նաեւ Թուրքիա, Իսրայել եւ այլն ներկա իրականացրած ռազմական հանցագործությունները տասնյակ հատորների կհասնեն եւ այդ ամենը փաստագրված են խաղաղ բնակչության դեմ իրականացված գնդակահարություններ գերեվարված զինվորների նկատմամբ մարդկային վերաբերմունքներ, արգելված զինատեսակների օգտագործում, ինչը արդյունքում նաև խաղաղ բնակչություն է դուրսել, էկոլոգիական հանցագործություն, մշակութային ցեղասպանություն միայն Սուրբ Ամենափրկչի երկու անգամյա թիրախավորումը գերճշգրիտ զենքով, որի արդյունքում անգամ միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչներ են վիրավորում ստացել, եւ նման փաստերը հազարավոր են։ Եվ մենք սրա մասին պետք է խոսենք եւ այս մասին անընդհատ պետք է անդրադառնանք ոչ թե սպասենք Ալիև ինչ հայտարարություն անելու Ալիևին հակադարձենք, ոչ, այլ այս փաստերը ամենօրյա պարբերականությամբ մենք տարբեր հարթակներում օգտագործենք, սա կլինի լավագույն հակազդեցությունը։ Վերջում պարոն Ավանեսև նաև անդրադառնանք Արցախի նյութական մշակութային ժառանգությանը, որը այս պահին բռնազավթված է։ Ինչ վտանգներ է սպասվում եւ վերջին տվյալները, ինչ տվյալներ ունեք։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ
Արցախում գտնվող համամարտկային նշանակություն ունեցող բոլոր մշակութային արժեքները գտնվում են լիակատար ոչնչացման եւ յուրացման վտանգի տակ, անկախ նրա կառուցած ժամանակահատվածից։ Եթե նախկինում հիմնական թիրախը եղել է պատմաճարտարապետական հուշարձանները, այժմ մասսայաբար ոչնչացում են բնակելի թաղամասերը եւ ամբողջական բնակավայրեր։ Ամբողջական բնակավայրերի ոչնչացման արձանագրվող դեպքերը 1 տասնյակը արդեն անցել է։ Ստեփանակերտում բազմաթիվ բնակելի թաղամասեր են հողին հավասարեցրել եւ նույնը որոշակի բանով այլ շրջաններում են իրականացնում։ Ամենաշատ ոչնչացված բնակավայրերը արձանագրել են Խադրութի շրջանում։ Ցավոք սրտի դեպքերը այնքան արագ են, այնքան փաստագրվում, որ այս ոլորտով զբաղվող մասնագետները ամենօրյա պարբերականությամբ դժվարանում են հաշվարկել եւ տեղեկատվական համապատասխան գրություններ պատրաստել վանդալիզմի այդ դեպքերի վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք աշխարհի մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եվ ոչնչացում է ոչ միայն հայկական ժառանգությունը, Արցախում ոչնչացվում է համամարտկային արժեքը։ Եվ սա ոչ միայն հարված է հայկական ինքնությանը, այլ սա նաև հարված է համաշխարհային քաղաքակրթությանը, քանի որ ամեն մի ոչնչացված կամ ձևախեղված պատմաճարտարապետական հուշարձան իր բացառիկ տեսքով արդեն աշխարհը կորցնում է այդ ամբողջականությունը, կորցնում է իր դիմագիծը։ Մենք ցավոք սրտի այս մասին պետք է ոչ միայն հարցազրույցների ընթացքում խոսենք, այլ լուրջ քայլեր պետք է արվեն։ Եվ սա ոչ միայն պետք է թողնի հասարակական նախաձեռնություններով աշխատող մասնագետների եւ կազմակերպությունների վրա, այլ սա պետք է համակարգված լինի։ Եվ հենց ի պատասխան այդ ցեղասպանական գործողություններին եւ այն թեզերին, որ շատ տարբեր կոնտեքստներով տարածվում է, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժինը ապրիլի 22-ից 23-ը միջազգային գիտաժողով է կազմակերպում, ելակետը ընդունելով 1965 թվականի ազգային զարթոնքը, որով մեծ թափ ստացավ պահանջատիրությունը ցեղասպանության դատապարտում, ընդ որում նաեւ համանգրավ Արցախյան շարժման, նաև այդ զարգացումներին եւ զարթոնքին։ Եվ երբ որ մենք սկսում ենք ուսումնասիրել այդ ժամանակահատվածում, ինչի մասին ես գիտաժողովին զեկուցելու եմ, հենց այդ ամենին զուգահեռ, երբ որ 1965 թվականի ցեղասպանության հիշատակի 50-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրին եւ այլ միջոցառումների հետ կապված խորհրդային ժամանակահատվածում ադրբեջանցի կոչեցյալները պատասխանում են մարդկանց սպանելով, առևանգելով, սա է ադրբեջանցու դիմագիծը, իրական ֆաշիստական Ադրբեջանի դիմագիծը։ Շնորհակալ ենք, պարոն Ավանեսով։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք զրուցում էինք պատմաբան ու կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ։